Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին, այլ թեզերի մասին արդեն խոսվեց, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հատվածի։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է, որ ԵՀԿ Մինսկի խմբի ուղերձներից մեկը այն էր, որ իրենք պետք է գնան ու բանակցեն, երկրորդը այն էր, որ այլ լուծում չկա բացի բանակցությունները, երրորդը, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, իսկ չորրորդը, որ եթե պատերազմ սկսեն, նրա դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Ես ուզում եմ ասել, որ Իլհամ Ալիևը բացահայտում է իրականում ինչպես են վարվել բանակցությունները, սկսած որ փակ դռների ետևում մեզ ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, միջև այն, որ ստիպում էին բանակցային գործընթացով բացառապես լուծել, այլապես ճնշում կգործադրեին, ու թե ինչպես պատահեց այնպես, որ բանակցային գործընթացը խեղվեց ու շեղվեց այնպես, որ Հայաստանը մենակ մնաց Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում, ու հետո էլ գործող իշխանությունը այդպես հպարտորեն հայտարարում է, դե մենակ մնացինք մենք, մեզ օգնող չեղավ, դատեք բանակցողների բանակցային հմտություններից։ Այսքանը արտաքին քաղաքական օրակարգի դեմ էլ չեմ խոսում մասին, էլ չեմ խոսում այն բանի վերաբերյալ, որ ուղակի հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո արևմտյան Ադրբեջանը կոնցեպտի թեման փակ է, ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեման փակ է, օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են սկսել դրա մասին խոսել, քան երբևէ միջևս խոսել են։ Այսենց բանակցային հմտություններով իշխանության հետ գործ ունենք,